ինչ ա եղել, ինչի են դրանք էլի ակտիվացել, ուզում եմ ստեղից միանգամից պատասխանել։ Ակտիվանալու պատճառը մեկն է։ Ռոբերտի որդի Լևոն Քոչարյանից ընդդիմության առաջնորդի կերտման գործընթաց։ Այստեղ գալիս է փորձում է տենց ուժեղ տղամարդու կերպար իր համար կերտել, բայց ես այդ ուժեղ իսկական տղամարդու կերպարի իր պատկերացման հետ շատ անհամաձայն եմ, որովհետև ուժեղ եւ իսկական տղամարդը չի կարող ինչ-որ բան խոսալ, հետո թաքնվել կանանց թիկունքի ետևում ու թռնել դահլիճից։ Բացի դա նաև իմացա, որ շենքից էլ թռավ, ոչ միայն դահլիճից թռավ, բայց այստեղ ես ուզում եմ մեր ընդդիմադիր պատգամավորներին հարց տամ, լավ, դուք չեք ամաչում, որ ձեր մանդատը վերցրել եք եւ ընդամենը Ռոբերտ Քոչարյանի որդու համար թիկնապահ եք աշխատում։ Այստեղ հնարավոր է շատերը տեսած չլինեն մեզ լսողներից, ասես կալցո օպերացիա մի անգամից կազմակերպեցին, երբ որ Լևոն Քոչյանը դուրս եկավ, հա, զգացին որևէ վտանգ, ուրեմն այդ ոսկե հորթի կամ ոսկե ցլիկի համար, կալցո օպերացիա հաստատ կազմակերպված էր, դասերի էին գնացել, որ հանկարծ նրա մազը չծրվի ու ջանդամ, թե իրանց ինչ որ մի բան չի լինի։ Իսկ կանայք բացի թիկնապահները մեկ այլ գործառույթ եւս ունեն, պարզվում է։ Նրանք ուրեմն Լևոն Քոչարյանի օպերատորներն են, որոնք այդ ընթացքում նկարում են, թե ինչպես է խիզախաբար այդ բանը ոսկե ցլիկը հայհոյանք տալիս մեջքի ետևից իր գործընկերների ու փախնում, բայց այս տեսանյութը, որ նկարում են, իրենք նաև հրապարակում են, հասկանում եք, որտեղ համարում են, որ դա իսկական տղամարդկության նշան է։ Բայց ես չգիտեմ իրանք ինչպիսի պատկերացում ունեն իսկական տղամարդու համար, բայց օրինակ նորմալ մարդկանց համար իսկական տղամարդը, լավ տղամարդը, դա այն տղամարդը, ով պատասխան է տալիս իր ասածների եւ արածների համար, նախ եւ առաջ, եւ ոչ թե ասում ու օպրում է, որ բան չլինի։ Իսկ հայոյանքը դա առհասարակ մանկության տարիքում չստացած դաստիարակության արդյունք է։ Եվ քանի որ մանկությունից ենք խոսում, ուզում եմ հարգելի գործընկերներ, մենք Լևոն Քոչարյանի պահվածքին դիտենք իբրև մանկական տրավմայի, որովհետև բռնարարի ընտանիքում մեծացած երեխան կարող են նման դրսևորումներ ունենալ, եւ նրան պետք է ոչ թե կոշտ, այլ բժշկական միջամտությամբ օգնել։ Այդ որ կամ ասում է բանը, այս աթոռից ներքև եմ շպրտելու բան, այս ասում եմ դա արյան մեջ գենետիկ մակարդակով եկած բան է, իշխանությունը զավթելու, ինչ-որ բան խլելու, դա բան է, մոլուցք է այս մարդկանց մոտ, ինչպես իր պապան է միշտ խլել, իշխանությունը, ունեցվածքները եւ այլն, այդպես էլ իրեն գենետիկ մակարդակով փոխանցվել է, դրա համար ուզում է պաշտոնային աթոռից ներքև շպրտել եւ միգուցե հույս ունենալով, որ այդտեղ պետք է նստի։ Նաև, բայց ես ուզում եմ Ռոբերտ Քոչարյանին դիմել ու ասել, պարոն Քոչարյան, մենք պետք է մեր կյանքն այնպես ապրենք, որ որևէ փուլում մեր երեխաները չամաչեն, որ իրենց հայրանունը կրում են, հա, օրինակ ձեր որդին ձեր հայրանունն է կրում։ Այս վերջի 2 օրը հատկապես Լևոն Քոչյանը անընդհատ հա ու նաև ֆրակցիան քննադատում է, որ մենք Ռոբերտ Քոչյանի որդիով ենք դիմում, եւ սա լավագույն պատասխանն է Ռոբերտ Քոչարյանին իր արածների համար, որ իր որդին խուսափում է հոր անունը կրել կամ նույնականացվել հոր հետ։ Քիչ առաջ էլ լրագրողներին ասել է, որ ես Լևոն Քոչարյանն եմ եւ ինձ այդպես պետք է ճանաչեն, ուզում եմ ասել, պարոն Լևոն Քոչարյան, քեզ հիշում են 2 կերպ, կամ Ռոբերտ Քոչյանի որդի, կամ մաքսիմում Սիրուշոյի ամուսին։ Այդ 2 կերպով են քեզ հիշում դեռևս, բայց դեռ ոչինչ կորած չէ, կարող ես ինքդ քո անունը կերտել։ Եվ վերջում ուզում եմ ասել, պարոն Լևոն Քոչարյան, արժեր արդյոք ինչ է թե դու ազատության մեջ լինես, այդ 3-4 պատգամավորին ցուցակից հա ստիպել, որպեսզի մանդատից հրաժարվեն, որ դու գաս պատգամավոր ու այս ամեն ինչի հետ առերեսվես ամեն օր, բայց նաև ուզում եմ շեշտել, որ դու ինքդ ես որոշել այս եւ ենթակառուցվածքների նախարարը համայնքի բալանս նման գույքի վերադարձի մասին։ Ես մի քանի օրինակ կնշեմ, պարոն Կոնջորյան, որ նաև ձեզ համար պարզ լինի, թե ինչ ձևով է գույքը տնօրինվում, դա միայն դրամական միջոցներ չեն, որոնք մուտք են արվում վերականգնված միջոցների միասնական հաշիվ, դա օրինակ
հայտնի AOX-ի շենքն է, որը գիտեք կառավարությանը պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվելուց հետո այլևս վարձակալության իրավունքով է տրամադրվում եւ ամսական մոտավորապես 16 միլիոն 450,000 դրամի չափով վարձավճար է մուծվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը մեկ այլ տարածք ունի Երևանի կենտրոնում, որը բոլորովին վերջերս սեփականության իրավունքը վերջնականապես գրանցվեց Հայաստանի Հանրապետության, դա Չեխովի ներողություն Չայկովսկու դպրոցի հարակից տարածքում գտնվող բազմահարկ շենքի առաջին երկու հարկերից 238 քառակուսի մետր տարածքն է, որտեղ գործում է սրճարան, եւ այս պահին Հայաստանի Հանրապետությունը վարձակալության իրավունքով սրճարանին տրամադրել է այդ տարածքը որպես սեփականատեր եւ յուրաքանչյուր ամիս որոշակի մի քանի միլիոն դրամի հասնող գումարի չափով, այս պահին թիվը անգիր չեմ կարող հիշել, վճարվում է պետական բյուջե։ Բացի այդ, ահռելի տարածքներ, որոնք նախատեսված են հանգստի համար եւ անտառային տարածքներ են Երևանի կենտրոնական հատվածում արդեն, նույնպես վերադարձվում են Հայաստանի Հանրապետությանը եւ ամրացվում են պետական գույքի կառավարման կոմիտեին արդեն որպես անտառային տարածքներ օգտագործելու համար։ Ես նշեցի պարոն Ալեքսանյանի հարցին պատասխանելիս իմ ելույթից հետո Դիլիջանի մանկապարտեզի հետ կապված այսօր նաև Մարտունու մարզադաշտի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի եւ այս երկու տարածքներն էլ Դիլիջանի մանկապարտեզը կառավարության նիստի արդյունքներով դառնալու է մանկապարտեզ, շահագործվելու է որպես մանկապարտեզ եւ գիտեմ նաեւ որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ունի լրջագույն ծրագիր Մարտունու մարզադաշտի հետ կապված, սա շարունակական եւ անդառնալի գործընթաց է եւ այս առումով առիթն օգտագործելով կցանկանամ նշել, որ այո դատախազությունը բոլոր հնարավոր առիթներով այս հարցերի մասին խոսում է, բայց կարծում ենք նաև որ առաջնային մանդատով օժտված պատգամավորները եւս իրենց այցելություններով եւ հետաքրքրություններով այդ գույքի նկատմամբ կարող են ցույց տալ, թե ինչ արդյունավետությամբ են այդ գույքերը տնօրինվում։ Օրինակ անցյալ տարի շատ կարևորվեց Գավառի մանկատանը հարակից այգու վերադարձը Հայաստանի Հանրապետությանը եւ մենք լիահույս ենք, որ այդ կանաչ տարածք նստեության կդառնա համայնքի համար կարևոր ռեկրեացիոն գոտի, որի շուրջ աշխատանքները ելի պետք է ակտիվացվեն եւ շարունակվեն։ Սա ընդհանուր տնօրինման առումով, պարոն Կոնջորյան, որպեսզի նաեւ ձեզ համար ավելի պարզ լինի, թե ինչ ձևով են գույքերը տնօրինվում, դա միայն դրամական միջոցներ չեն։ Պարոն Միրզոյանի անձի կյանքի դեմ ուղղված հանցագործության մասով նշեմ, որ գործը գտնվում է դատարանում, մենք ունենք մեղադրյալ եւ հիմնական դատալսումների փուլում է դատավարությունը, հրապարակային է, այսինքն որևէ խոչընդոտ չկա տվյալ ստանալու հետ կապված, բայց նշեմ նաև, որ մի շարք վարույթներով, որոնք գտնվում էին դատարանում, արդեն ունենք վերջնական դատական ակտեր, որոնք վերաբերում են կեցավայրի վրա հարձակմանը, կեցավայրից կատարված կողոպուտներից եւ դրանց մասով էլ առաջին ատյանի դատարանների կողմից կայացված դատական ակտեր ունենք, քանի որ ձեր խոսքից հասկացա, որ այս առումով որոշակի ինֆորմացիոն պակաս